Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդքասթն է։ Այսօր խոսելու ենք վայի հետ Նիկոլի բռնաճնշումներից, քարոզարշավից նաև, բարև վայ ջան։ Ողջույն Սևան ջան, բնականաբար քարոզարշավը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը շարունակվում է խայտառակվել, միտեղ արցախցիներին հարցնում է ինչու չեն զոհվել, միտեղ զոհվածի ծնողը գալիս է ասում է շատ շնորհակալ եմ, որ մեր տնից մի քանի հոգի զոհվել են ու խայտառակությունը նրանում է, որ ես չեմ պատկերացնում, չեմ ուզում հավատամ, որ զոհվածի ծնողը իր կամքով եկել է այս ամեն ինչի մեջ թոհուբոհի մեջ քարոզարշավի ու Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնում, չգիտեմ ոնց արտաբերեմ, որ զոհվել են իր, չգիտեմ որդին, Նիկոլի պատճառով իր որդին կամ ամուսինը զոհվել է ու գալիս շնորհակալություն։ Հա, հիմա Պարզ է, որ այդ մասով կեն կա, այսօր էլ Գյումրիում էլի բնականաբար կազմակերպեն, են տալի է, այդ մի քանի հոգով։ Այսինքն այն վարչական ռեսուրսը, որ պետքա օգտագործեն, որ այդ քվեաթերթիկների թիվը ապահովեն, որ կարողանան վերընտրվեն, այդ նույն վարչական ռեսուրսին։ Բայց ինչ ես կարծում, կվերընտրվեն, թե չէ։ Մի քիչ դժվար է ասել, վերջի շաբաթում կարծում եմ ավելի հեշտ կլինի, որովհետև հիմա բոլոր կողմերը աշխատում են հնարավորինս ոնց որ իրանց ուժերի հավասար վիճակ է, չէ՞, դիմությունը իշխանություն։ Այս պահին իմ կարծիքով որ ավելի արդար լինի ու ոնց որ ասում եմ կողմնապահություն չանենք, պարզ է որ մենք Նիկոլ Փաշինյանին չենք էլ ուզում 1% ձայն տանի, բայց վարչական ռեսուրսը հաշվի առնելով իրանց մարզպետներ, այդ գյուղապետերին իդեպ ինֆորմացիա կար, որ ստիպում են որ գնան տանեցիներին անգամ բան անեն, ձայնագրեն, որ իրանք տանեցիներին հարցնեն ում եք ընտրելու, նրանք էլ ասեն Նիկոլին, որ հանկարծ դες բան չլինի ու նման խոսակցությունները բայց ասելը ուրիշ բան է, բայց ընտրելը ուրիշ բան է ամեն դեպքում։ Հիմա այսօր գիտենք ընտրությունները ոնց է կազմակերպվում, կարող տարբեր կուսակցությունների, տարբեր մարդկանց այդ ժողովրդի ինչ որ մարդիկ էլի ամբողջական ժողովրդի մասին չի խոսքը, գնան հարցնեն ասի պայմանականորեն ընտրել եմ սրան եմ ընտրելու, այն մեկը գա հարցնի չէ, ում ես ընտրելու, ասի այս մեկին, ասենք 5 ուժից գան հարցնեն ում ես ընտրելու, 5 ուժին ասի քեզ եմ ընտրելու, վերջում գնա 6-րդ ուժին։ Հիմնականում մեծամասամբ մարզերում ինչպես նկատել ենք, Դե գյուղացի ժողովուրդը մի քիչ ավելի շատ բան է, ասենց արդար ժողովուրդ է, բոլորի հետ ասում են անում են, հա, նրան ասում են, օրինակ ես էլ եղել շփման արդյունքում, ասում եմ, այնի հորովկորս տաղեն է թեկնածուն, չէ, բացի այն որ իրանք էլի սկսել են Նիկոլեն կրվեցնել, բաժանել, բան, մի տնից մեկը իրանց է օգնում, մեկը բան, այդ մարդկանց մեծամասնությունը առավելևս տարիքով մարզերում ասում են, դե հիմա վարչապետեր եկել է, գնացել ենք, տենանք ինչ է ասում, նույն սկզբունքով էլ բնականաբար ընդդիմադիրներին, բայց կարող է ասեն վարչապետեր դե ասում են մեզ ընտրել ենք իրենք։ Դե պարզ որ իրանց մեջ կլինեն նաև այդ տարբերակի մարդիկ, որ ասում ախի կարելի էր, հիմա իրանն է, կարելի էր իշխանության մեջ ընտրել։ Հիմա չէ՞ որ բայց մի հատ մասա կա, որ միշտ այդ իշխանությանն է ընտրում, կապ չունի։ Հա, միշտ իշխանությունը ով ուզում է լինի 90-ականներից սկսած միջև հիմա այդ մարդը իշխանության կողմից է, կապ չունի ով է։ Որպեսզի էլի այդ կողմնապահություն չանենք, օրինակ տեսեք, կան նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր որ հիմա էլի նույն ձև իշխանության կողմն են, չէ։ Ինձ թվում է այդ նույն տեսակի նաև կա ժողովրդի մի հատված, ովքեր որ ասենք, չգիտեմ, նախկին գյուղապետեր, որ հիմա աշխատում են ներկայիս իշխանության համար, ուղղակի Սերժ Սարգսյանի հետի նկարը ջնջել են կամ արխիվ են տվել, Նիկոլի հետի նկարն են դրել, հիմա Նիկոլը հենց գնա, օրինակ գա պայմանականորեն Սամվել Կարապետյանը, պետք է գնան միտեղ ճարեն, իր հետ նկարվեն, չէ, ոնց է, չէ, Պետրոսը, սաղի հետ բաժակ չխկացնելուց նկար ունի։ Հիմա, բայց դա մի բան է, քվյա խցիկում քո խղճի հետ մենակ մնալով, այդ լրիվ ուրիշ բան է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես սահմանական մեծամասնություն չունի, դա չի քննարկվում, եթե չկեղծի բնականաբար։ Իսկ հաղթանակի համար իրան պակասում են ձայներ, առավելևս եթե նախորդի համեմատ 1.200.000 հոգի մեր հայրենակիցներից մասնակցել են, եթե մասնակցությունը ավելի շատ լինի, բնականաբար իր մոտ խնդիր է առաջանալու այդ ձայների, անգամ եթե փոշիացած ձայները իր օգտին լինի։ Հա, իրան ընտրել են 600.000 հոգի, չէ՞, 680.000, 1.200.000 արի սենց պատկերացնենք, 680.000 ընտրել են, մնացածը ընդդիմությունն է, չէ՞, գնացած ձայները հիմնականում։
հիմա այս 680,000-ից բարձր մարդիկ կլինեն հիասթափված, չէ՞։ Հա, Բայց միանշանակ։ այն ընդդիմության ընտրողներից ոչ մեկ չի գա Նիկոլին ընտրի էլի։ Հնարավոր է տենց բան։ Չէ, չեմ գիտեք ոնց է, կարա օրինակ լինի Նիկոլից կարան հիասթափեն գնան ընդդիմություն ընտրեն, բայց ընդդիմությունից չեն կարող հիասթափեն գնան Նիկոլ ընտրեն։ բացառիկ, որ ասենք ընդդիմության աշխատելավոճը իրանց դուր եկած չլինի։ Հա, բայց գնան իշխանություն չէ, ընտրեն, էլի այդ մարդիկ չեն գնա ընտրության։ Էդ եմ ասում, անգամ եթե դժգոհ լինեն, որ ասենք քվեն տվել են Հայաստան դաշինքին կամ պայմանականորեն պատիվ ունեմ դաշինքին, իրանք հասկանալու են, որ մեկա Նիկոլին իրանք չեն տալու ձայն։ Ուղղակի պետքա հույս կապեն հիմա նոր ընդդիմադիրների հետ, ովքեր որ ուժեղ Հայաստանն է, եւ այն ընդդիմադիրների հետ, ովքեր արդեն կային։ Հիմա այս պարագայում ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներից կլինեն հիասթափվածներ, որովհետև 21 թվականին, Նիկոլ Փաշինյանը ասում էր գերիներին հետ են բերելու Արցախի դեօկուպացիա եւ այլն։ Հիմա փաստացի Նիկոլ Փաշինյանը այդ 680,000 ընտրողներին էլա, չէ՞, նույն հարցը տալի, որ Ախպեջան Արարատին մի նայ, Արագածին նայ, քոման ինչ տարբերություն։ Կամ ասում են Ռոբերտ Քոչանին դատելու են բան։ Հա, դե պարզ է որ խափում ես 8 տարի է դու Ռոբերտ Քոչանին չես կարող դատես։ Քեզ ով է խանգարը, սահմանադրությունը քո մոտ է, դատախազ, դատավոր։ Հա, իրավապահ մարմինները իր համար են աշխատում, ոստիկանություն, պարեկներ, անգամ են ձեր իրանց հայաթի շներն են, ասենք Նիկոլին ենթարկվում։ Ու դու չես կարող Ռոբերտ Քոչանին դատես։ Եկել ես նորից հիմա խափում ես, ասում ես, գիտեք ինչ կա, հիմա Չագուչը ձեռդ 21 թվականից մարդ չես կարող։ Լավ, արի այդ մի հատ անդրադառնանք այդ բռնաճնշումներին, սկսած ասենք, չգիտեմ, ԲՀԿ-ի երկրորդ համարից որոշ անձնական հանգամանքներից ելնելով անունը չեմ նշում։ Ազգային դավաճանության չէ, ինչ որ պետական դավաճանություն։ Հոդված, լավ, ասենք այդ ոնց եղավ, որ ինքը հայտնվեց երկրորդ համարում ընդդիմադիր ցուցակում, նոր հիշեցին, որ ինչ որ թղթաբանություն կա, որը որ նոր էին անում։ Պարզա, որ սա բռնաճնշում է, ընդդիմադիրների նկատմամբ անհավասար պատճառ։ Հա, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ինչ որ մենք դատարան չենք, դատավոր չենք, որ ինչ որ մեկին մեղադրենք, բայց ամեն դեպքում այդ իրավիճակը թե ինքը մեղավոր է, մեղավոր չի, դա մեր խնդիրը չի ամեն դեպքում, բայց այս փուլում գնալ դրան իրավապահ մարմինների կողմից դա խայտարակություն է։ Ընտրություններին մնացել է 13 օր, մեկ էլ հոպ գործը կամ Մարտուն Գրիգորյանին, դա բռնաճնշում չի։ Բա ի՞նչ է։ Մարդը բոլոր տեղերում բռնաճնշումներ են լինում ընդդիմադիրների վրա, անգամ շտաբի պետերից ահազանգեր ունենք, ու այդ անհավասար պայմաններում անգամ Նիկոլ Փաշինյանը էլի չի կարող իր սահմանադրական մեծամասնությունը ապահովի, անգամ բռնելով այդ, չգիտեմ, գտնում են, չէ, գաղտնազերծեցինք, չգիտեմ, ինչ որ մի հատ։ Չէ, դե հույսը դրել է տիկտոկերների ու քննչականի վրա։ Ես անդրադարձել եմ, օրինակ, իրանտրազանգվածը, Լավան, ասենք, այդ մարդկանց մասին խոսալուց, Գյորգի, նայ, գիտես ոնց է։ Այդ մարդկանց մասին խոսալուց ինչ որ sense, չգիտեմ, դա հաճություն եմ ապրում, ասենք, չգիտեմ, ասենք, ոնց կարելի է, դու ամբողջ կյանքդ նվիրել ես քաղաքական գործունեությանը, ասենք, չգիտեմ, շփվել ես տարբեր քաղաքական գործիչների հետ, անգամ բլոգերների հետ, չգիտեմ, Facebook-ում ինչ որ մեծամասնություն ունեցող զանգվածի, որ իր, ասենք, Facebook-յան էջը տենց քննարկվում է, չէ՞, բայց դու չես տեսել այնց մարդ, ով շորա ծախում, բայց քաղաքական ինչ որ բան է, աստառա ստեղծում։ Ախր ցավը գիտես որն է, որ ինքը ասում է հպարտ եմ, օգնում եմ մեր վարչապետին 16 համարը եւ այլն եւ այլն։ Այո, մի քիչ եթերում չլինեինք, կարելի է ինչ որ Սասուն Միքայելյանի ասած այդ, չգիտեմ։ Հա, այդ օրինանք է, էլի, օրինենք ձեզ։ Հիմա օրինակ լավ, ինչով է էլի հպարտ 5000 հոգի սպանել է, Արցախը հանձնել է։ Մեկն էլի քեզ հարցնի, բա դու խի չես զոհվել։ Թութու լավ է, թելել էին վայնի շորերը ակի գնացել են։ Դե նայ, ասենք բանակը սարքել են, չգիտեմ ինչ։ Բանակի մասին, չգիտեմ, մեր պարծանքն է եղել միշտ բանակը, բանակով հպարտացել ենք, բանակում որ ծառել ենք, հպարտ ենք եղել դրանով։ Այսօր այդ բանակում, ասենք թութու լավան ինչ, չգիտեմ, տանձա, որ ասենք, այտենց Իրանը այտենց պահի, ասենք, չգիտեմ, իրա, ասենք, ոնց ասեմ, էլի իրա այդ կերպարով գնա բանակում ինչ որ եղանակ փոխի կամ ասի չգիտեմ ինչ է այն տարիները երբ որ մենք ծառայում բռոնի ժիլետ հագնենով է էտի հիշում ես որ գալիս էին օրինակ համերգներ էր կազմակերպվում չէ ասում գալիս են չգիտեմ Նունե Եսայան են մյուսը հայրենասիրական երգիչ օրենքեր ինչ որ դեպքեր ելնում զորամասի համար չէին նշում ասում էին նոմեր զորամաս ինչ որ հետ եմ ասում բայց երբևիցե չի եղել
որ ասենք ինչ որ սրանց մակարդակ ինչ որ մեկին թույլ տային այդ համազգեստը հագնի, որտեվ այդ համազգեստը մենք պատվով կրում էինք, որտեվ դա սահմանապահի համազգեստ էր, ով որ պահում է երկրի սահմանները անառիկ իրանց ընտանիքից սկսած մինչև ամբողջ պետությունը։ Սրանք ոսկի այն մի կիլանոց ոսկի ցեփը վզին, ինչ որ բրոնի ժիլետով, արդիշոփի հովոյդ, ինչ որ պատվալ են ցույց տալի, ասում է ստեղ ապաստարանա, բունկերա եւ այլն։ Հիմարներ եք, ընկերասա, ինչ թշնամուն նավոդկա եք տալի, դու կոորդինատներն եք գրեիք։ Հիմա որ օրինակ ընդդիմադիրներից պայմանականորեն ինչ որ падգամավոր բլոգեր էլ չէ, падգամավոր, եթե ուզենա գնա ինչ որ զորամաս չեն թողի, կասեն, դու գաղտնիքներ, բան, պետական դավաճանություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի աջակցությունը մնացել է կյանքի խոսքի հույսին, այդ աղանդավորների, տրանսգենդերների, համասեռամոլների, մեկ էլ այն խապված մեր հայրենակիցների, ովքեր որ հիմա էլ հույսները կապել են Նիկոլի հետ, որ վայ, տեսեք, մեզ սրտի կանում, ինքը խաղաղություն է բերելու։ Որտեղ է այդ խաղաղությունը, եթե Ադրբեջանը Նախիջևանում արևմտյան Ադրբեջան թեզերով բանա ֆորում է կազմակերպել հունիսի 17-ին։ Եթե արևմտյան Ադրբեջան իրանք Հայաստանն են համարում։ Ու Հայաստանի հետ գնում են խաղաղության։ Արևմտյան Ադրբեջան Նախիջևանում ֆորում կազմակերպելու իմաստը ո՞րն է։ Չէ, նա այստեղ խաղաղության մասին խոսքը չի գնում, նայ այն պետությունը, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, իրենք Ադրբեջանն ու Թուրքիան։ Պարզա հիմա պետք է ասեն խաղաղության են գնում, ամեն ինչ նորմալ է, մեր հարաբերությունների մեջ երբ որ ընտրվի Նիկոլ Փաշինյանը կտեսնենք, Ալիևը գնում է խաղաղության թե չէ։ Ալիևը 21 թվականին էլ կարար այդ խաղաղությանը գնար, բայց իրանք սպասեցին 5 տարի, ամբողջական Արցախը վերցրեցին իրանց տիրապետության տակ, Բրյուսելում Նիկոլը ճանաչեց, դրանից հետո որոշեցին, որ չէ, ճիշտը խաղաղությունն է։ Բա որ Ալիևը տենց խաղաղասեր է, 44 օր Նիկոլն ու Ալիևը խի էին կոտորում։ Մեր հերոսներին, մեր տղերքին 7 շրջան, ել չեմ ասում 9 շրջան Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրա խաղաղության մասը ո՞րն է, կամ ամսի 28-ին մի քանի հատ էլի ճարել են, այն ժամանակ սու 30-ներն էր առանց նարյատ, հիմա էլ բերել են մի քանի հատ սիրուն թազան ներկած բանա, այդ ինչա, անօթաչու, հա, սարքեր, որ ասենք եթե դու Ալիևին թողել ես դռներդ բաց, որ գա, երբ ուզում է, ինչ ուզում է վերցնի, այդ անօթաչուները ում դեմ ես օգտագործելու։ Բա որ Ալիևը Ջղայնյանը ասի դու մայիսի 28-ին խի ես ընդհանրապես պարադանում, բա խաղաղություն է, ախպեր ջան։ Պարզա չէ որ պայմանավորվել են, որ ներսում ազգին խափի, ասի նայեք մենք նոր զենքեր ունենք, մենք անվտանգություն, բանակ, մանակ եւ այլն, որ հունիսի 7-ին ընտրվի, այս մարդը քարոզարշավի խաթր, մի քանի միլիոն դոլար կարա տա, ուղակի անօթաչու սարք առնի, բերի հրապարակ, հետո ասի 10%-ով էր աշխատում։ Հիմա այս մարդու հետ ոնց կարելի է ճանապարհ գնալ, երկիր վստահել, առավել եւս որ երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրել է, իմ կարծիքով ուղղակի անընդունելի է, որովհետեւ նորմալ չի, լավ 18 թվականին խափեց, դուք էլ նոր բան եք ուզում, հա, նորություններ եք ուզում, չգիտեմ, ուզում եք լավ լիներ երկրի վիճակը, միգուցե խափվել եք եւ այլն։ 21 թվականին Չագուչը ձեռ ասում էր, հեսա նախկիներին բռնեմ Արցախը ազատագրեմ եւ այլն բան, փաստացի այդ չի արել։ Հիմա եկել եք 26 թվականին Էլի ծափ կտակ, Պապիկյան Սուրենին կասեն ուռա, ուռա, բանակ չկա, սարքել են տարի ու կես, մի քանի հատ այդ բանն է, տրակտորներն է, եսի միշնա, չգիտեմ։ Դե հեսա կտեսնենք մայիսի 28-ին ինչ բարոդ են անում, կհասկանանք էլի։ Չէ, բայց բա անցած տարի ու նախանցած տարի խի չէին պարադանում։ Թե հիմա է ընտրություններ, հիմա է հարմար։ Նախանցած տարի թոշակը պետք չէր ավելացնել, հիմա պետք է։ Այս տարի մայիսի 28-ը իրանց համար շատ կարևոր խորհրդանշական տոն է, նախանցած տարի ալարել են մի հատ վինոկ վերցնել, միտեղ գնան։ Այս մարդկանց հետ ես ընդհանրապես չեմ պատկերացնում, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, մինչև 31 թվականը, չնայած չեմ կարծում, որ ընդդիմությունը շանս ունի մինչև 31 թվականը սպասելու, բայց կտա Տիգրանաշենը, հետո կտա դեմարկացիա, դելիմիտացիա կանեն, կասի մի 5 Տիգրանաշենի մի հատված տվել է։ Հա, Տիգրանաշենի մի հատված տվել է ու համոզում է, որ գիտեք ինչ կա, դե այնտեղ սահմանազատում պետք է անենք, հիմա որ սահմանազատման արդյունքում մեր երկիրը 91 թվականից հետո միջազգայինորեն ճանաչված պետություն է բոլոր իր գործառույթներով, իրավունքներով, միջազգային իրավունքներով, ասենք բոլոր միջազգային կառույցներում Հայաստան ներկայացություն ունի, չէ՞։ Այսինքն Հայաստանի սահմանները միջև այդ միջազգայինորեն որ ճանաչել էին բոլոր պետությունները Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինչ քարտեզների վրա էին ճանաչել օդի մեջ,
Չէ, հիմա Ալիևը թազա քարտեզներ է ասում են Բա ինչ դելիմիտացիա դեմարկացիայի մասին է խոսքը, եթե մենք ճանաչված պետություն ենք եղել, 91 թվականին անկախացել ենք, չէ՞։ Այդ անկախությունից որ անցել է, ասենք մենք ինչ որ սահմանների վրա ենք, չէ՞։ Հայաստանի Հանրապետության ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, ինքնիշխան պետություն, դրանով ենք անկախ։ Հա, ինչ որ սահմանների վրա, չէ՞։ Ասենք այնտեղ տեղ գյուղն է Արցախից սկսած, չէ՞։ Հա, այդ քարտեզը գալիս է, ասենք, չգիտեմ, Տավուշովի Իրանցով որ կիսվել է, այսինքն մենք այդ խնդիրը չենք ունեցել, մեր պետությունը ճանաչված է եղել։ Հիմա ինչ դեմարկացիա ու դելիմիտացիայի մասին է խոսքը։ Օրինակ իմ համար անհասկանալի է այն հայրենակիցները, ովքեր որ ինչ որ մի ձև փորձում են արդարացնել Նիկոլին։ Լավ, Արցախը ճանաչված չէր աշխարհի կողմից, մենք բանակցում էինք ինքնորոշման համար։ Լավ, Արցախի հետ կապված այս մարդը խնդիրը լուծեց հանձնելով, բայց Հայաստանի սուվերեն տարածքներից հանձնելու պարագայում ինքը վտանգի տակ է դնում ոչ միայն մեր անկախության սուվերենության հարցը, այլ այն պետությունները, ովքեր որ ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, այդ տարածքում։ Դե նայ, բացի դրանից, ցեղասպանությունը բոլոր պետությունները գրեթե ճանաչել են, դատապարտել են, անգամ պետություններ կա, որ քրեականացնող հոդված են ընդունել ցեղասպանության շղթման մասին, ըստ մարդը շղթում է ցեղասպանության։ Բացի թուրքերից եւ ադրբեջանցիներից, ովքեր որ իրագործել են ցեղասպանություն, մնացած կարևոր գերտերությունները մենք չենք ասում։ Հիմա նայ, մի հատ sense օրինակ բերեմ, որ հիշում ես մի օր Նիկոլը հելավ ասեց բան։ Հələ պետք է մի հատ հասկանանք այդ ցեղասպանությունը ոնց է եղել, ինչ է եղել։ Վանդրանի Քոչարյանը, չէ, ասենք, երկա հիմա այդ մարդիկ Ֆրանսիայում, չէ, նայ, Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտելու դեպքում քրեական պատասխանատվություն է ենթադրում Իրանից։ Հիմա այդ մարդիկ, որ Ֆրանսիա են գնում, խիչ չեն ձերբակալում ֆրանսիական օրենքների համաձայն։ Հարց չի առաջանում։ Չէ, որովհետև ֆրանսիացիներն են մի բան խոստացել, մեր երկիրը դարել է աճուրդի համար մի հատ համապատասխան հարթակ, որտեղ որ օրինակ Նիկոլը ինչ ասում, ասում է թողեք ես մնամ իշխանության, այդ ռուսամետ ուժերը չգան, այդ նախկինները չգան, Ադրբեջանին բայց նայ ես քեզ անկեղծ Միջանցքը Թուրքիայի շատ ճիշտ ես ասում, բայց նայ իմ կարծիքով Ռուսաստանը տարածաշրջանը չի թողելու, որ Եվրոպան ստեղ հաղթի։ Դե Ամենակիչը իմ կարծիքով այ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ տարածաշրջանում իր գերակայությունը վերականգնի։ Դե միանշանակ դեռ ռազմաբազան Հայաստանում է։ Դե նայ հիմա ռազմաբազան ինչքան է Հայաստանում լինի, կարա վաղը չլինի։ Պետք է կարա լինելու պարագայում խնդիրները Հայաստանի Հանրապետության համար ավելի մեծանալու է։ Դե նայ եթե գերիշխող դիրք այսօր տարածաշրջանում ունի Թուրքիան, հնարավոր է այդ ռազմաբազան Ռուսաստանը փոխել Թուրքիայով։ Իսկ Հայաստանը դրան է ձգտում։ Հա, բայց Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իշխանության բանով է ձգտում, ոչ թե հայ ժողովրդի։ Դե ես իհարկե հիմա հայ ժողովրդի կամքը այսօր հաշվի առնող չկա, ու ես նաև դիտեցի Ռուսաստանի նախագահի վերջի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում էր, որ պետքա Հայաստանը հարակվե դրվի հապկի ԵԱՏՄ-ի հետ կապված։ Ես կարծում եմ, որ դա իրականում պետք է տենց լինի, անգամ ցանկացած ղեկավար եթե գա Հայաստանի Հանրապետության իշխանության լինի, պետք է Հայաստանի ռազմավարական արտաքին քաղաքականության վերաբերյալ հայ ժողովուրդը իր քվեն ասի։ Դե միանշանակ իրենց խոսքը հանրաքվեով պետք է, որովհետև հիմա կարողա իշխանություն չնայած չեմ պատկերացնում, որ Նիկոլից վատ իշխանություն։ Դե հիմա կարող է գա ինչ-որ ռուսների հետ լավ համագործակցող իշխանություն, բայց ժողովուրդը ընտրի Թուրքիա։ Ես այնքան էլ համաձայն։ Դե Թուրքիայի Եվրոպայի շահերների տակ։ Okay, բայց մեր հայ ժողովուրդը լինելով նաև նախկին սովետական միության անդամ, չեմ հավատում անգամ բայց գերակշռող մասը ես ասեմ որ գերակշռող մասը 90-ականների ծնունդ է ու այդ սովետական միությունը չեն տեսել ոնց որ ես չեմ տեսել ոնց որ դու չես տեսել Okay չենք տեսել բայց մենք գիտակցում ենք չէ Եվրոպայի երաշխավորը տարածաշրջանում Թուրքիան է մինիմում մենք դա հասկանում ենք բացի դրանից էլի պատմությունը պետքա փաստերով նայենք պետքա հիշել անգլիացիները Խրիմյան հայրիկի պատմությունը դա հայոց պատմության մեջ էլ է գրած Խրիմյան հայրիկին նա սենց է լինում այդ չգիտեմ պատմությունը չկարդացած մարդկանց համար եմ ասում որ մի հատ ուսումնասիրեն կամ լսեն ինձ ես այդպես փոքր պատմության դրվագով կպատմեմ դասագրքային հայոց պատմության մասին է խոսքը երբ որ Խրիմյան հայրիկը գնում են բանակցությունների Հայաստանի համար առաջի անգամ տեղի ունենում այդ բոլոր եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ
հայկական պատվիրակությունը Խրիմյան Այն հայրիկի ժամանակվա Եվրոմիությունը կարելի ասել։ Խրիմյան հայրիկի ղեկավարությամբ հանդիպում ա ունենում։ Երկրորդ անգամ հայկական պատվիրակությանը, Հայաստանի հարցն է քննարկվում։ Հայկական պատվիրակությանը թողում են միջանցքում։ Հասկանում ես, չեն թողում։ Այսինքն Հայաստանի հարցը քննարկվել է ընդդեմ առանց մեզ։ Ապրես։ Հետո դուրս են գալիս Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Խրիմյան հայրիկին գիտես ինչ են ասում ու Հայաստանի պատվիրակությանը, ասում է կներեք մեզ չստացվեց։ Հասկանում ես։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս։ Մենք տեսել ենք Եվրոպական միության օրինակը 100 տարի առաջ։ Ու նաև պատմաբաններն էլ են ասում, որ ցիկլներ կա, որ 100 տարին մեկ պատմությունը կրկնվում է։ Ու այսօր այդ խնդրի առաջ են կանգնել։ Հիմա լավ, մի հատ հարց նաև մեր հայրենակիցներին։ Ռուսաստանից ինչու՞մն է իրանց դժգոհությունը, եթե մենք Արցախյան ազատագրումը ունեցել ենք ռուսների շնորհիվ։ 16 թվականի հաղթանակը, որը կասեցվել է 4-րդ օրը, եղել է ռուսների կողմից։ Կասեցվել ասելով, այսինքն մենք նորմալ դիմադրողականություն ունենք, դիմակայում էինք, Ռոբերտ Աբաջյանները ինչ պետներ ասել էին, համապատասխան կերպով։ Նենց որ ռուսներից դժգոհելուց առաջ պետք է մի հատ հասկանալ, մեր երկրի ղեկավարը օգտվել է արդյոք ռուսների առաջարկներից չի օգտվել։ Օգտվել է ռուսների տված զենքերից Իսկանդեր եւ մնացած բոլորը ամեն ինչից կարող չօգտվել կամ օգտվել, դրա մասին չի խոսքը։ Եթե դու եկել ես իշխանության ու քո ռազմավարական գործընկերոջը ասենք դնում ես ոչ մի բանի տեղ, վերաբերվում ես այնպես ոնց որ կվերաբերվես, չգիտեմ, ասենք 4 պետության հետ։ Դու հասկանում ես Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է։ Աշխարհի ամենամեծ պետությունն է։ Քո ռազմավարական դաշնակիցն է։ Դու եկել ես իշխանության, մի քանի ամիս հետո դու ռուսներին վերաբերվում ես Ռուսաստանի պետությանը, ռուսներին չէ, Ռուսաստանի դաշնությանը, վերաբերվում ես ինչ որ, չգիտեմ, 4-րդ, 5-րդ կարգի պետության։ Աբսուրդ է, էլի, անկեղծ։ Կարգի ու դու այդ հետո ուզում ես, հետո պահանջում ես այդ մարդուց։ Հիմա վայ ջան, ես քեզ գամ հավատություն անեմ։ Հետո մի քանի ամիս ասնի, ասեմ, խի չօգնեցիր ինձ։ Դες կլինի։ Փոխադարձության սկզբունքով առավել եւս հաշվի առնելով, որ Չէ, ասում եմ ռուսները մեզ ոչ մի բան չարեցին, մեզ չօգնեցին, բան։ Ընկեր դու ռուսներին դրել ես ամենավատ մարդու տեղ, ամենավերջի հայհոյանքներն ես ասում ես ռուսները սենց, ռուսները նես, վերջում ասում ես, բայց ռուսները չօգ, բխի պետք է օգնեին։ Հա, բայց Ռուսաստանը գերտերություն 150 միլիոն բնակչություն տարածքի մասին դել չեմ խոսում։ Աշխարհի ամենամեծ Այսինքն Ռուսաստանը պետք է Նիկոլի հետ հաշվի նստեր 29000 քառակուսի եւ 3 միլիոն։ եղբայր, բացի դրանից, եթե Հայաստանը իր քաղաքականությունը ոնց որ ժամանակին Սերժ Սարգսյանն էր վարում, վարեր ընենց ոնց որ Սերժ Սարգսյանն էր վարում, Հայաստանը այդ խնդիրը ռուսների հետ չէր ունենա։ Ռուսները ամեն ինչով է կօգնեին, պատերազմի ժամանակ է կօգնեին։ Եթե Նիկոլ Փաշինյանը երրորդ նախագահային շարունակեր, նույն այդ անգամ բանակցությունները Արցախն էլ չէին հանձնում։ Հա, ես այդ եմ ասում, հիմա 16 թվականին օգնեցին, չէ՞, ինչ որ։ Դե իհարկե։ Նես չէ, որ Ռուսաստանը հետ քաշվեց, ասես դե ինչ ուզում եք արեք։ Միանշանակ։ Բա այս ժամանակ կամ լավ, նաև այս ժամանակ հիշում ես Պուտինը իր եթերում ասեց հոկտեմբերի 7-ին կարծեմ առաջարկել, ասեց առաջարկեց հոկտեմբերին Շուշին Արցախի տարածքում, չէ՞։ Շուշին անգամ։ Հա, Շուշին դե նոյեմբերին հանձնվեց։ Այսինքն հոկտեմբերի 7-ին մի քանի անգամ առաջարկել են պատերազմը կանգնեցնել։ Արդեն իդեպ Նիկոլը գիտեր, որ պարտվում են, մեր հարգարժան Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ինքը ներկա եղել, Նիկոլն ասել է, որ մենք պարտվում ենք եւ այլն, այս մարդն ասել է, ես հիմա որ կանգնեցնեմ պատերազմ, ինձ կասեն դավաճան։ Հիմա 4000-ից ավել մեր հերոսներ զոհվել են, որ Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան, բայց հետարքիրը նրանումն է, որ Իրան եւ Մալացիայում բլոգերը ասես դավաճանով ձերբակալված է, ազգի 90% ասում է դավաճան չի կարող դե բոլորին ձերբակալի, բայց ասում են, չէ։ Կապիտուլյանտ ասում են, դավաճան ասում են, ինքը անգամ թուրքից չի նեղվում, բայց կարելի էր էլի խնդիրներ կար, որ հնարավոր էր լուծել, ինքը գնաց իր ճանապարհով, իր զորական կետից, հիմա օրինակ ինչ երաշխիքներ ունենք, որ 26 թվականից հետո կտրուկ անցում չի կատարելու ինչ որ մի հատ այլ ծրագրի, որը կլինի արդեն թուրք-ադրբեջանական, հիմա համոզում է, չէ, որ մենք գնում ենք Եվրոպա, մենք ռուսները քխ լավը չեն, լավը չի ասում, մենք Ամերիկա ենք հեսա դա։ Հա, էլի, հետո ասի, բանը Տրամպի հետ պայմանավորվել է։ Չէ, ասի ես պայմանավորվել եմ նաև ընդ Իլոն Մասկի բանի հետ։
Հեսա մենք լուսնի վրա մի փոքր մինի Հայաստանի Հանրապետություն ենք ունենալու։ Հայտարարությունը գիտես որն է, Սևան ջան, որ ասենք Ու հավատում են, վարչապետա, չէ, ասենք երկրի վարչապետա, խափում է, այնպես բաներ, ասում է system of a down-ը գալու է, առանց հերքում են ասում են ընկեր, գոնե մեր հետ խորհրդակցեք ախպեր ջան, հասկանանք, եթե գալու են։ Չէ, նայ, system of a down-ը գիտես։ Ասենք ո՞նց կարելի է։ Չէ, նայ, իմ կարծիքով ստեղ Նիկոլի խնդիրը չի, Նիկոլի ձերվի վախում են այդ իր մանգլավիկները, ընդ ասում է Նիկոլը մտ կանչեք system of a down-ին, թողա Ամերիկա ինչ փող պետքա կտանք։ Շակի Ռայնին են դասը կգա։ Հաջորդ օրը հարցնում ասում է, հա, կանչեցիր։ Նիա, հարցում է, հա, ցավը տանեմ, ասել եմ, հեսա տոշնի է, սա արխային, չի ասում հələ որ չի կապնվել ջոկի, խառն է։ Կարա էտի Ավինյանը պայմանավորված։ Չէ, հիմա Ավինյանը չէ, հիմա կապ չունի ով։ Ըստ Նիկոլն է հելնում ասում է գալու է 100%, բայց այնի հələ չի պայմանավորվել։ Լավ, Սևան ջան, բայց իրանց արդարացնելու չի, տես օրինակ այդ system of down-ը հասկացանք, հələ հեղափոխությունն վերել են։ Չէ, ժողովրդի մասով եմ ասում, մենք չենք է արդարացնում, լիքը մարդ կա ասում է, ախպեր մենակ իրա վախտով sense Մակրոնը եկավ գնաց Գյումրի, Վենսը եկավ մեր նախագահ, նախ մեր երկիրը նախագահ չունի, Տեր ողորմյա։ Բայց այնուամենայնիվ չէ տալ են հիվանդանոց չգիտեմ այդ ցավտանում չկա այդ մարդը գոյություն չունի դու հասկանում ես երկրում թոհու բոհա խառը փրթում են իրա միտը շտաբի պետ է ասենք երևի իրա հարազատ գյուղը գտելա որն է մեծ մարդա գնացեն դե շտաբը բացեն սրտիկներով Նիկոլի նկարը խփել ասում ախպեր ես պոլիտիկայով չեմ ես նաև կարողա տենց չգիտեմ ասենք բան հնչի բայց կարողա Զավենի չի համար անում Սարգսյան Արամի համար Արամ Սարգսյանի դա դե Արամ Սարգսյանն էլ Նիկոլի համար անում Նիկոլի նույն բանն է էլի հիմա ասենք դավես մարդիկ Ռոբերտ Աբաջյանի պապուն կեղծել են ախպեր այս մարդիկ ասում են բանա չգիտեմ Ջենիֆեր Լոպեսն եկավ մեր բյուջեն ավելի հա ասենք ջեկպոտ ենք բռնել Ընկեր, ասենք խալխի համագի վրա ջեկպոտ եք բռնե որ ինչ ընկեր էսի երգիրա այստեղ հարկատուներ կան քաղաքացիներ կան 3 միլիոն վարչապետ կա այս հո ձեր համար փորձադաշ չի մի օր Ջենիֆեր Լոպեսը մի օր Սերժ Թանկյանը մի օր ես շատ գիտեմ ինչ մի օր Ռոբերտ Աբաջյանի պապուն մի տես ճարել եք ասենք հիմա ինչ երաշխիք ունենք որ 26 թվականից հետո այն խայտարակությունները որ մենք տեսել ենք չի կրկնապատկվելու կամ երապատկվելու։ Էլ չեմ ասում, որ Ալեն Սիմոնյանին լսում ես 3-4 ժամը մեկ խոսք է փոխում։ Մեկ ասում է 300,000 ադրբեջանցիներ չեն գալու, դա բացառվում է։ Հետո ասում է կարան գան, գնանք Իրան գան, մենք այ ցավը տանեմ։ Գոնե միտը չաթում պայմանավորվեք, նույն բանը ասեք թեզերը։ Այն Ալեքսանյան Վահագին էլ տեղյակ պայք, հավայի խոս ընկնում ստենդը խոսում է։ Գոնե հասկանա ինչ որ թեզը պետք է պայ։ Ասենք Ալեքսանյան Վահագը հերքում է, այսպես կոչված այդ ընդդիմադիրների թեզերը, որ ախպեր ոչ մի ադրբեջանցի չի գալու, մենք դղյակներ ենք սարքում, բայց այդ դղյակները դբրոցներ են։ Ընկեր Արարատ Միրզոյանին մի հատ բզի ասա քո դղյակը որտե է, թո ցույց տա։ Չէ, նայ Ավինյանին է, հորն է, բան կարան բզեն ցույց տա։ Դե հա։ Բայց նայ խոսքը գիտես ինչի մասն է, Ալիևն է, չէ՞, որ 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան։ Ես Բա ախպեր Իրանը ասեք, ոչ թե ընդդիմադիրներին, ասեք ընդդիմադիրները ներկայացնում են իրավիճակը, որ Թշնամի պետության ղեկավարը Արցախը վերցնեմ չայ խմեմ Ստեփանակերտում Մարդը եկավ արես, չէ։ Հիմա Ալիևը ասում է ես 300,000 կամ Աննա Հակոբյանը որ ասում էր բան Շուշի ու Մուղամ լսենք։ Հիմա Մուղամ ես լսում Աննա։ Հա, Անուն չկա, գնացել է։ Մուղամ է լսում։ Խափեքային ժողովուրդ էս մարդիկ խափում են ձեզ։ Բառացի։ Հիմա Փաստերով Ալիևը ֆորում անում Նախիջևանում Արևմտյան Ադրբեջան անվանմամբ, ստե ասում են Ալիևը կիրթ կառուցողական այնա խաղաղություն են կնքում։ Ոչ մի թղթի վրա ոչ մի բան ամրագրված չի, ոչ մի գերտերություն է տակի թղթի մի ուգլի վրա միած ստորագրություն չկա, էլ թրիպ, էլ Թրամփի ուղի, էլ երկաթուղի կամ Թրամփի ուղին է թրիպի մասին էլ խոսակցություն չկա։ Հա մոռացել են, դա պայտակ պրոստը բան է։ Հիմա հեսա Ամերիկայից թազա գործակալ է գարի, բերել են որ Նիկոլին օգնի Քարոզ Արշավին, Ռուբիո է, հա, ինչը։ Չգիտեմ, ասենք իրանց երկրում մի խնդիրները լուծել են Իրանի հետ պատերազմի մեջ են Ուկրաինայի եւ Նիկոլին Պատմոգայա գալի դե ամեն դեպքում հիմա պետքա Պատմոգա գար որովհետեւ Նիկոլը խնդրել է իր տերերին որ Պատմոգան գա ու գալիս է դա նորմալ է սովորական երևույթ է Հենց իրավիճակ է որ եթե պետք լինի Ալիևն ու Էրդողանը կգան Նիկոլի գիրքը դոշներին կկայնեն հրապարակում սրտիկներ կանեն Իմ ասած բանախոսի հետ ով հյուրեր մեզ տենց գրքից խոսակցություն գնաց տենց այն գրքի մասն է խոսքը որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր ես ցանկ երազում եմ
բանի մասին, անչափահաս երիտասարդ տղայի հետ Հա, սեռական կամ նկարի հետ հարաբերություններ ունի։ կենակցել է։ Ես այդ մասն եմ։ Ասում եմ գիտես խեր, բայց ուզում։ Կարդացել ես այդ մասը։ Բայց խի ա ուզում քո կարծիքով։ Չէ, խի ա ուզում անչափահաս երիտասարդ տղայի հետ։ Սեռը շեղված է էլի։ Չէ, խի ա երազում դրա մասին։ Ինքը գրել է այնտեղ, խի։ Հա, խի չգիտեմ։ Ինչ ա։ Նայ, ինքը ասում է, որ որովհետև ինքը ամբողջ կյանքում կհիշի ինձ, որ իր ուսուցումը ես եմ առել։ Այդ ցավը տանը, սա հայ ազգի իրան հիշելու է որպես կապիտուլյան, հանձնող դավաճան եւ այլն։ Հա, իդեպ գրքի մասին խոսվեց Ռուբեն Վարդանյանի, չգիտեմ ոնց ասեմ, այդ կոչեր, պայքարի, հա, Պայքարի կոչեր։ հալալ է էլի այդ մարդուն, իմ արև գնացել է գերի անգե պայքարում անդեղից մեր բոլորի փոխարեն նաև, որովհետև շատ դժվար է բակվում, չէ, ասենք։ Նայ, դու ունենաս այդքան շատ փող ու գնաս Արցախ, այդ փորձես պահես Արցախը, բիզնես, գործ անես, հա, վարչապետներ էլի այսպես անես, հա, եւ այլն, ընկնես Ալիևի ձեռը Բաքվում, Հայաստանի իշխանությունները քեզանից հրաժարվեն, դու էլի քո ժողովրդից չնեղանաս, ասես ժողովուրդ ջան, պայքարեք, ու իդեպ այնտեղ գրքի մասին գրած էր, որ երկու գիրք կա ընդհանրապես այդ Բաքվի բանտի գրադարաններում, մեկը Վարդգես Պետրոսյանն է, ով է։ Գրող, հա, այտենց ոչ շատ հայտնի, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի գիրքն է եղել։ Ստիպված այս խեղճ մարդը վերսը կարդացել է Նիկոլ Փաշինյանի գիրք ու պատկերացնում ես, իմ մոտ օրինակ հարց չի առաջացել, ոնց կարա Բաքվի բանտում երկու գիրք լինի, որից մեկը Նիկոլին լինի, այսինքն պատկերացնում ես ինչ հարգված է, որ վերցրել են Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցիք, որ ասում են Նիկոլը մեր հերոսն է, մեր հերոսն է ասում, ինչ էին ասում։ Ես դաժե զարմանում եմ ոնց է Ալիևը իրան ընդհանրապես ասում հարփած ծաղրացու։ Այդ հարփած ծաղրացուն ձեզ Արցախը նվեր է տվել։ Բան չէ։ Չէ, բայց իր համար այդ հարփած ծաղրացուն լուծել է մի խնդիր, որը ոչ իր հերն է կարացել։ Նայ, դու պատկերացնում ես, ասենք Ալիևը գնում է բանակցությունների այն մարդու հետ ու ասում է հարփած ծաղրացու, բայց այս կողմից պատշաճ պատասխան չի լինում։ Չէ, այստեղ սպասում են ընդդիմադիրներից մեկը օրինակ ասի Նիկոլին շատակեր, տանեն մի 7-8 տարով դատեն կամ ծեծեն նոր դատեն, խոշտանգեն եւ այլն, չէ, ասենք այդ բլոգերը Մալացիայում կարծեմ ասել էր Դավաճան Նիկոլին այգում քեզ եմ սպասում եւ այլն 2 ամսով։ Էլ չեմ ասում բլոգեր ունեինք, որ ձվածեղեր սարքեն Նիկոլի նման, տարել էին 2 ամիս կալանավորել էին, չէ։ Ասենք, բայց Ալիևնդից ասում է Գյոյչա, Երևան, 300,000 ադրբեջանցիներ, Ամասիայում թուրքերը գալիս են վիդեո են նկարում, ասում են, «Էս մեր պատմական հայրենիքն է», կամ արևմտյան Ադրբեջան եզրույթը ամբողջ աշխարհում արդեն գիտեն, որ Հայաստանի մասին է Ադրբեջանը տենց, չէ, բանանում։ Բա Նախիջևանում ֆորում է։ Տաջիկստանի մասին է։ Հա, բա Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան եւ Նիկոլ Փաշինյան, դուք որտեղ եք։ Բա պատասխանեք։ Դու արձագանք եք։ Բա դուք ասում եք Տիգրանաշենը տանք հանգիստ ապրենք, բա արևմտյան Ադրբեջանը կարող է տակ որ հանգիստ ապրեք։ Բանենք արտաքին գործերի նախարարությունը ընդհանրապես իր տեղում չի։ Իրոք вообще իր տեղում չի։ Արարատ Միրզոյանը հազիվ ապարիկներն է փակում, որտեղ տեղում։ Հա, Փոշեկուլի։ Հա, քանի նկար ուներ, չէ՞։ Հա, Փոշեկուլով։ Փոշեկուլ չի, իր համար Պիլասոսա։ Պելիսոսը։ Հա, էլի։ Դե հիմա էլ ռուսամետ չեն, արդեն Փոշեկուլա։ Հետո ֆրանսերեն տարբերակով բան կանեն։ Ինչևից է, հայրենակիցներ ջան, ամփոփելով, այսօրվա թեման կարելի ասել անսպառա, որովհետև Նիկոլ Փաշինյանին մարդիկ կան դիմում են սեռական օրգանների հարցերով, կան դիմում են հղիանալու հարցերով, կան քաղաքացիներ, ովքեր որ ուղակի հարցնում են ինչու հանձնեցիր Արցախ, ասում բա ինչու դու չես զոհվել, այսինքն անտրամաբանական է այս քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի, երևի թե պատմության մեջ կմնա ամենաանադեկվատ, հա, անտրամաբանական քարոզարշավ, ինչևից է ունենք այն ինչ ունենք վարչապետ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, ցավոք սրտի, պետք է անդիմությունը ամրապնդիր դիրքերը քաղաքացիների հետ աշխատի, ի սկզբանե բոլորին պետքա կոչ անենք, խնդրենք, որպիսի գնան ընտրատեղամաս, տեր կանգնեն իրենց ձայնին, սահմանադրական իրավունքը իրացնեն, որ մենք կարողանանք ստեղծենք այնպիսի իշխանություն, ինչպիսին որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ, չստացվեց, ինքը հանձնեց, պարտվեց եւ այս պարտված վարչապետը մեզ պետք չի, իսկ որպիսի պարտված վարչապետը հեռանա, պետքա գնալ ընտրատեղամաս, ընտրել նախընտրելի յուրաքանչյուր ընդդիմադիրին, որպիսի վաղը Նիկոլ Փաշինյանը չասի եւ այդ մեկ մեղավորը դու ես, ինձ ընտրել ես, ես էլ հանձնում եմ կամ ինչ ուզում եմ անում եմ, ինձ տենց է հարմար։ Այնպես որ գնացեք ընտրատեղամաս,
որպիսի մենք կարողանանք ունենանք մեր վաղվա օրը, մեր ապագան, որպիսի մենք մեր երեխաներին փոխանցենք ուժեղ, բարգավաճ եւ ծաղկող Հայաստան։ Հարգելի հայրենակիցներ, իմ կոչը կրկին միանում եմ Վահեի կոչին, խնդրում եմ գնաք ընտրության անպայման, ընտրեք ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, գնացեք ընտրության, որ Նիկոլը գնա, եթե չգնաք ընտրության, ձեր ձայնը ինքնըստինքյան գնալու է իշխանությանը, ժողովուրդ ջան, ձեզ խնդրում եմ, հորդորում եմ մեկ անգամ եւս, այդ օրը մի քանի րոպեով գնաք ընտրատեղամաս ու գոնե գնաք ընտրատեղամաս, չեմ ասում ում ընտրեք, գնացեք ընտրատեղամաս։